Ինչ դժվար ճանապարհ է անցել քո գործը շարունակելու համար։ Բայց ինչ հեշտությամբ կորցրեցի այն։ Ու այդ սաղ շախուսների թեթև ձեռքով։ Դրանք ինձանից խլեցին համ քեզ, համ էլ իմ սիրելի գործը։ Ես քեզ խոսք եմ տալիս, հերես, դրանք պատասխան են տալու։ Տարօրինակ տղա դուրս եկավ այդ տղեն։ Այդ խելքով էլ ուզում է շախունցների դեմ կռիվ տա։ Ոնց որ բայց դու էլ նման ցանկություն ունես։ Ինձ էլ են մեկ-մեկ հունից անում։ Հեր ու տղա շատ են իրանց վրա վերցնում։ Այն օրը հերը քո վրա հարձակվեց, այսօր էլ տղեն իմ։ Բայց չեն հասկանում, որ նման պավազ չեմ հանդուրժի դեդո։ Պապին կպատժի։ Դու մի նեղվի։ Պապի լավ էլի, երիքա փափուկ բարձ դնես գլխից տակ։ Ինքն էլ է քո թոռը։ Ոնց ես պատկերացնում դու իրեն պատժես։ Ես ամեն ինչ լավ եմ պատկերացնում, որ մի բան ասում եմ, հավատա ինձ։ Չէ, դեդո, շատ հանդուրժեցի այդ լակոտին։ Համբերությանս բաժակը արդեն լցվել է։ Չգիտի ում հետ գործ ունի ու չգիտի իրան ինչ կարա սպասվի։ Ես էլ երիտասարդ տարիներին քո պես եմ եղել։ Դուրս գալիս է։ Հերի չեմ ուզում։ Դու ինչ գիտես ուզում ես թեջը, որ դնում ենք կեր էլի, այ։ Հերիքա։ Ավակ, ձայնը չի լսվում։ Դուք տանտերերով լուր նստած եք, ես մարդը ինչ խոսա պապի։ Դե լավ կախաղան չհանեցինք, դու էլ տենց վռազեցիր մի անգամից պաշտպան կանգնել։ Իսկ կարամ ես խոսամ բոլորի փոխարեն։ Այ բալա, տենց էլ անում ես, էլի։ Չեք ուզում մեր հարսանիքը քննարկեք, համ էլ տենց ավելի ջերմ շփում կստացվի, հա։ Կարող է շատ ջերմանակ չդիմանանք, տղա ջան։ Ասա, ուժ գտիր քո մեջ եւ ասա այն, ինչի համար եկել ես։ Իսկ ինձ թվում է, որ տղա շատ ճիշտ բան ասեց։ Քանի որ մեզ կապողը իրանք են, հենց իրանց մասին էլ պիտի խոսենք։ Տեր Աստված, ես այլևս չեմ կարողանում հանդուրժել այս ամենը։ Ում ես սպասում, ավակ։ Ես օրինակ մեծ սիրով ու համբերությամբ հարսանիքին եմ սպասում։ Այդ նրանից է, որ դու պարապես, աղջիկ ջան։ Պարապ չի, պապի, աղբորն է ուզում երջանիկ տեսնի։ Մենք բոլորս ենք ուզում ձեզ երջանիկ տեսնենք տղես։ Սեղանի շուրջ տիրող ծանր մթնոլորտը լրիվ ուրիշ բան է ասում։ Իրավացի ես։ Այս եղանի շուրջ բոլորը խաղում են։ Բայց ես այլևս չեմ մասնակցի այս խաղին։ Ես թույլ չեմ տա, որ քեզ ու իմ աղջկան պային այս խաղի մեջ։ Դուք արժանի չեք։ Մի խանգարի։ Թող տենանք աներ հայրիկը ինչ է ասում, ինձ էլ հետաքրքրեց։ Ու ինձ երբեք աներ հայրիկ չասես։ Ես քեզ երբեք աներ չեմ լինի։
Ամեն կերպ փորձեցի շրջանցել դրան, որ ինչ որ կոնֆլիկտ չառաջանա, բայց ինչ անեմ, ինքը կոնֆլիկտի սիրահար է։ Իսկ դու ինչ խնդրեմ ունես։ Հենց էտա որ ես խնդրեմ չունեմ, բայց ինքը կարա մեծ խնդրեմ ունենա ոտքերից տակ ընկնելով։ Ուղղակի այդքանը չի հասկանում երևի։ Ես քեզ ոնց եմ սովորեցրել։ Անմեղներին չվնասել, բայց մեղավորներին խիստ պատժել։ Հա, ուղղակի պապին մեջ ընկավ։ Երբեք չվստահես Բագրատին։ Ինքը միշտ իր շահն է պաշտպանում։ Պապ, ստեղ թեման պապին չի։ Ինձ մի ընդհատիր։ Զգուշացնում եմ։ Շատ մի թուլացիր Բագրատի կողքին։ Չես կարող մշակել, որը կլինի նրա հաջորդ քայլը։ Ոնց ասես, պապ ջան։ Ու թույլ չտաս, որ քո ոտքը տրորեն, հնելով ով այդ շախունցը։ Վրայով անցիր։ Պապ, ինչ ես անում։ Բարավո, ես ինչ անակնկալ ես պատրաստվում մատուցել։ Անումը այն, ինչ վաղուց պետք է արած լիներ։ Կներեք, բայց մենք ոչ մի բան չենք հասկանում։ Ավակ, հաց ենք ուտում։ Եթե ասելու բան ունես, հացից հետո։ Հիմա Իմիջայլոց մեր տան մեջ մենք ենք որոշում։ Երբ ուտենք, երբ չուտենք, երբ խոսենք, երբ չխոսենք։ Պապա, Պապի ջան, թույլ տուր, թող արտահայտվի հոպարավում։ Նստի, ես այլևս չեմ ուզում խաղալ այս էժանագին ներկայացումը։ Ես կասեմ, թե ինչու իմ աղջիկը եւ ձեր տղան չեն կարող միասին լինել։ Բարի երեկո բոլորիդ։ Բարի ախորժակ։ Ալո։ կներես, որ ես ուշ ժամին եմ զանգում արամ։ Ինձ հաճելի է լսել քո ձայնը օրվա ցանկացած ժամի։ Ամեն դեպքում ներողություն եմ խնդրում անհանգստացնելու համար։ Իսկ ոչինչ, որ դու ինձ չես կարող անհանգստացնել։ Ուղղակի չեմ կարողանում կապ հաստատել Սեմի հետ։ Զանգերից չի պատասխանում։ Այ կարծում եմ ինքը հաստատ քնած է։ Դե հա միգուցե։ Բայց ես անհանգիստ եմ։ Ինչ կարող եմ անել քեզ համար։ Ուղղակի ուզում եմ իմանամ ոնց էր։ Դե վերջին անգամ ձեր հետ եկավ հանդիպման։ Հա, եկավ, նստեցինք, հաց կերանք, խոսացինք, հետո ես իրան տարածում։ Այսինքն Սեմը հիմա տանն է։ Դե ես տանն եմ թողել ամենայն դեպս։ Շնորհակալ եմ։ Դե բարի գիշեր։ Չէ, սենց չեղավ։ Ես չեմ կարող քնել եւ գիտեմ, որ դու էլ չես կարողանում քնել ու անհանգիստ ես եղբորդ համար։ Ինչ էլ շատ եք, հա։ Ջայ զավակ, Տիկին Վիկտորիա, ես դուք էլ եք այստեղ։ Ձեզ էլ իրանցով արեցին։ Սեմ, դու ինչ ես եկել։ Եկել եմ մեղավորներին պատժելու, եկել եմ այս մարդասպանի դեմքի շպրտելու տարիների ցավը, կորցրածս պաշտոնը։ Սեմ, ինչեր ես խոսում։
Դե խմելա իրան անջատել է, էլի։ Մենք գոնե ստապ ենք։ Ավելի լավ է, որ սթափեք, ավելի շուտ տեղ կհասնի ասասներս։ Միքայել զանգի թողես մերելուց դաչուն տանեն ստից։ Պետք չի ոչ մեկի զանգել, պապի, ես հեսա կմաքրեմ։ Մերի, պետք չի, Սամը խմիչքի ազդեցության տակ չի գիտակցում ինչ անում։ Ես շատ լավ գիտակցում եմ։ Ցավն էլ է, որ ես եմ ուզում մոռանամ անցյալը չի ստացվում։ Այս արյունոտ մարդը նենց է կեղտոտել անցյալս, որ մոռանալ չի լինում։ Հեսա վզիցդ կբռնեմ դուրս կշպրտեմ։ Ու դրանից ավելի կկեղտոտվի կյանքդ։ Պապա, Հələ չխառնվես։ Իսկ միգուցե լսենք ինչ է ասում տղան։ Հարս ջան դու հաճույք ես ստանում։ Սրա ապրծպր շպրտած խոսքերից շախուսների հասցեի։ Այս արագ լուծվող հարցը ինձ կներեք։ Չմոդենա սերի։ Ես կարող եմ դուք եք իրաց կողմից անցել։ Այն մենք քո կողմից ենք, չենք ուզում որ քեզ սրան հոշոտել։ Այ ցավակ, ինչ չի հետաքրքրում ոչ իրաց փողը, ոչ էլ իրաց հնարավորությունները։ Ոնց որ ժամանակին հորս չկարողացա կառնել, տենց էլ իմ բերանը չի կարա փակեք։ Դե գնացի։ Հենդո շախուսն է իմ հորը սպանես։ Իմ հորը անունը ծեն կերտոս փողերի վրա է։ Թող Թակի։ փող։ Սպանեմ չես շախում։ Ես քեզ կտանեմ։ Ձեզ ով խնդրեց, որ ինձ իրանց տանից դուրս անեք։ Իսկ ինչ անեինք։ Թողնեինք հոշոտեինք քեզ։ Սեմ ջան, ինչի ես այսքան խմել։ Քեզ չի սազում։ Այս ամենը քեզ համար չի։ Քեզ քիչա գլխի տեկածը։ Ուզում եի վերջնականապես կործանվեիր։ Դուք եք հասկացել, որ շախուսների ճանապարհին հայտնվողները կործանվում են։ Աստված սիրես, այլևս չգնաս նրանց տուն։ Գնալու եմ, էդի պատասխանը տալու հորը սպանելու համար։ Լավ Սեմ, վերջացրա։ Փորձի աչքերդ փակել։ Ու մինչև տուն հասնելը հանգստացի։ Դուք ինչ չեք հավատում։ Դուք չեք հավատում, որ այդ շախունցը մարդասպան է, ու քիչ էր մնում դրա թոռը քրոջը սպաներ։ Կհասնենք տուն, կխոսենք։ Դուք չգիտեք դրանք ինչ մարդիկ են։ Ախր դուք ինչ խղճով ձեր աղջկան թողեցիք իրաց տանը։ Ոնց եք դուք ընդհանրապես ձեր աղջկան իրաց տալիս։ Այդ եթե մի փոքր ուշանայիր, հիմա Անգելինան նրանց տանը չէր լինի։ Ամեն ինչ ավարտված կլիներ։ Ուրեմն դեռ ժամանակը չէր։ Ուրեմն սենց պետք է լիներ։ Չէ՞ ավակ։ Ոչ, ես կուզեի ասել վերջացնել։ Ախր ինչ եք խոսում։ Ձեզ ով խնդրեց ինձ դրաստանից հանեք։ Այդ քո մասին չես մտածում, քրոջդ մասին մտածի։ Սեմ հերու մնա նրանցից։ Ես վրեժ ունեմ լուծելու, ու միջև շախուց հենդոյի արունը չթափեմ, ես չեմ հանգստանալու։ Լավ մրցանք այդ ապուշից։ Դրա համար անվտանգության աշխատողներ ա պետք պահել մուտքի մոտ, որ ամենակ չհայտնվի տանս մեջ։ լավ ես չեմ հասկանում, Սեմը ինչի պիտի մեր վերաբերյալ այդպես արտահայտվի։ Աղջիկ ջան, վերջին դեպքերից հետո այս նման թուլամորտը բարձա որ սենց պետք է իրան ցուցաբերեր։ Ես կզբաղվեմ դրանով։ Կարաս ինձ տուն տանես։ Կգնանք ուր ես շտապում։ Իսկ ինձ ավելի հետաքրքիր է իմանալ, թե Անգելինայի հայրը ինչ ուներ ասելու, որ կիսատ մնաց։ Անգելինա ջան, ինչ էր ուզում պապատ ասել, որ չասեց։ Գաղափար չունեմ։ Չէ, քո պապան շատ կոնկրետ բան ուներ ասելու։ Որ բան նկատի ունենար, կասեր, Հարսիկ ջան։ Ոչ թե փալասին մահանա արած կթողեր ու կթռներ։
Հայրի, բայց ճիշտ ենք վարվում։ Հա։ Երիկ եղավ ինչքան մեր զգացմունքների հետ խաղացին, արի։ Հերին ինձ տուն բերեց։ Տեսնում ենք։ Ես էլ տենում եմ ձեր դժգոհ հայացքները։ Ոնց հասկացա գոհ չեք։ Ոչ թե գոհ չենք։ Ես կասեի դժգոհ ենք, ահա որ դժգոհ։ Բայց ինչի, պապ։ Կասեք վերջապես պատճառը։ Ես կարայի Անգելինային իջացնեի տան մոտ ու գնայի։ Բայց միտումնավոր մտա ներս, որ այն ինչը որ խոսացինք մեր տանը, ավարտին հասցնենք։ Դե, հոպարավո, ասա տենամ էդ ինչ գաղտնիքա, որ տենց թաքցնում եք։ Ձեր միջև արունակցական կապ կա։ Ինչ ես անում, ինչ ես խոսում։ Ինչ որ մեկը պետքա խոսար։ Պետքա բացահայտեր այս ճշմարտությունը։ Ինչ ճշմարտություն, ինչ արունակցական կապի մասին եք դուք խոսում։ Մորքուր, ինչ էիր ուզում դրանով ասել։ Այն որ դուք քույր ու եղբայր եք։ Ասում եմ մազով պրծանք։ Հա։ Հա։ Դե մի կողմից շատ վատ էր, որ այդ ապուշը հայտնվեց ու բերանը բացեց։ Բայց մյուս կողմից լավ էր, որ ավակի բերանը փակեց։ Հա, բայց դա ժամանակավոր հաղթանակ է, Միքայել ջան։ Ասեմ իմանաս։ Ու պետք չի դրանով հրապուրվել։ Պետք է թե ավակի խնդիրները փակել եւ թե միլսու լագոտի։ Պապ, ավակը անկառավարելի է դառել։ Այդ լավ չի։ Չգիտեմ ամենևս գործել է պետք։ Այսօր պախներս բերեց, բայց վաղ ուշարնելու։ 5 օր ավելի ուշարնելու, 5 օր հետո ավելի ուշարնելու, 10 օր հետո ավելի ուշարնելու։ Պետք է գործել Միքայել։ Ու դուք չեք կարող միասին լինել։ Չի կարա տենց բան լինի։ Դուք հիմա իրականությունից եք խոսում։ Ասեք, որ նման բան չկա։ Մենք հերու բարեկամներ ենք։ Մեր մեջ բարեկամական կապ կա։ Չէ, դուք ծաղրում եք մեզ։ Մորքուր խոսա։ Դու ոնց որ ավելի մոտ ես ճշմարտությանը, թե էլի հոպար ավակը լռեցնում ա քեզ։ Կարող է դու մի բան ասես, հոպար, զոնքաճս ոնց որ հուզվեց։ Վերջապես ասեք մտ ադեկվատ պատճառ, չէ, ադեկվատ չէ։ Իրական պատճառը ասեք։ Դե լռեք։ Հերիք եղավ արդեն։ Այս անկոչ հյուրերի ցուցակում դու առաջինը կլինես։ Դու ասա քեզ ով է թողել, որ ներս գաս։ Որոշել ես հարբելով հարցից լուծումը տաս։ Այ որ դու էլ իմ չափ դարդ ունենայիր, հիմա հին մեռելների շարքում պարկաս կլինեիր։ Լավ կանես քրոջդ մասին մտածես։ Ինքը հիմա հիվանդանոցում է ու անհանգստանում է քո համար։ Ուզում ես ասես, որ դու այնքան շատ ես սիրում քրոջս, որ հելել եկել հասել ես մեր գյուղ, տեսնես ես սաղ եմ թե մեռած։ Պատկերացրու, որ հա, ու սիրելը այստեղ կապ չունի։ Ես հարգում եմ իրան որպես մարդ ու որպես ընկեր։ Իսկ դու լավ կանես զանգես քրոջդ ու նորմալ խոսաս։ Ախ, ես մեռնեմ իմ քրոջ սրտին, վախ, մեռնեմ դրա ջանին։ Կլինի ես գնամ մեռնեմ։ Կլինի զանգես հետո մեռնես։ Ոնց ասես աղբերս, հենց հիմա քո խաթր զանգում եմ։
Տես։ Սեմ ուր ես, ինչ ա եղել։ Գիտես գոնե որ անհանգիստ էի։ Քուրիկս ոնց ես մեռնեմ սրտիդ։ Ձայն դուրս չի գալիս, Սեմ։ Շատ նորմալ ձայն է, քուրս մեռնեմ ես քո կյանքին։ Գիտես չէ, ախպերդ քո համար մարդ կսպանի։ Արի կլինի դու ոչ ինձ սպանի, ոչ էլ ուրիշներին։ Քուրս ախպերդ քանի սաղա, դու պիտի լավ լինես։ Սեմ խմած ես։ Ես։ Դու ինձ խմելուց այսքան ժամանակ տեսած կաս։ Չէ, բայց ձայնդ։ Ադե։ Մերի ջան, ամեն ինչ նորմալ է։ Կգամ կպատնամ։ Լավ, բայ ես հիմա քո հետ ինչ անեմ։ Կգաս իրար հետ գնանք մարդ սպանենք։ Խնդրում եմ էլի։ Արի։ Գնանք։ Դու հարբել ես ու չես գիտակցում ինչ ես խոսում։ Կլինի դու հիմա պարկես, որ վաղը կարողանաս գնաս քրոջդ դիմավորես։ Չէ։ Դուրս ագրվում ինքը։ Պիտի գնամ մարդ սպանանք։ Դե արի գնանք իրար հետ մարդ սպանենք։ Ցամերը մի կրակոց։ Ու վերջ։ Արի գնանք սպանենք, հետո պարկեմ ինչքան ուզում ես։ Գնանք։ Քնի դու ավելի լավ։ Չէ, պիտի գնանք։ Всё։ Գնանք սպանենք։ Մի կրակոց ու վերջ։ Ընդամենը մի կրակոց։ Բարի գիշեր։ Չէ, ինչ բարի գիշեր։ Ես գնում եմ մարդ սպանեմ։ Զակի քնեմ, երազիս մեջ կսպանեմ։ Հավաքը մեզ ինչ-որ բան ուներ ասելու։ Ու եթե այդ հարփած տղան ներս չմտներ, հաստատ կասեր։ Արդե լավ, դրանք հայել մի բան ուզում են ասեն։ Տենց մի ասա։ Ամեն դեպքում մեր ապագա խնամիներն են։ Ոչ բարով։ Հետաքրքիր է, այդ ինչ գիտեն իրանք, որ մենք չգիտենք։ Ոչ մի բան չգիտեմ։ Դու չես հասկացել, որ իրանք իրենց երևակայությանն են զոր տալիս, որ երեխեքը իրար հետ չլինեն։ Ինչի՞։ Մերից ավելի լավ տղա պիտի լինի իրանց պես, հա։ Չէ, ինձ թվում է այստեղ ինչ-որ գաղտնիք կա։ Ես մինչև չիմանամ չեմ հանգստանում։ Դու էլ ես սկսել խնամիներիդ նման մտածել։ Դու ինձ ձեռ ես առնում։ Կարող է գիտես մանկամիտ լակոտ եմ, կանգնել եմ դիմացդ, որ դու հեքիաթ պատմես, ես էլ լռեմ։ Չէ, դրա մեջ հեքիաթ չկա։ Անգելինա, դու ապագա բժշկուհի ես ու երևի թե տեղեկացված ես, որ բարեկամական կապից վտանգ կա, որ հիվանդ երեխաներ կծնվեն։ Մամա, դուք շատ հեռու բարեկամական կապի մասին եք խոսում, որը բացարձակ նշանակություն չունի։ Չէ, բարեկամ չի, խնամիական կապ կա, որի մասին ի սկզբանե բոլորս իմացել ենք։ Չէ, դուք իրոք ծաղրում եք մեզ, այս սարկազմ է, դուք կամ իրական պատճառը չեք ուզում ասեք, կամ էլ ուզում եք մեզ խելագարության հասցնեք։ Գնա, հա։ Գնա էլի, առանց բառ ասելու գնա։ Կգնամ, բայց դրանով ես չհիմնավորված պատճառները չեն արդարացվելու։ Ես ամեն տառի համար, ամեն բառի համար պատասխան եմ ուզելու։ Գալու եմ մեծը շուքով։ Ուղղակի ուզում էի իմ երեխուն փրկեի, իսկ դու նորից ինձ լռեցրեցիր ու վերալս փակեցիր։
Դուք նորից ստում եք, չէ՞։ Անգելինա, մի շարունակի, չես տեսնում հայրդ լավ չէ։ Մամա ուզում էր ասել ճշմարտությունը։ Ինչի լռեցիր, գոնե այս անգամ համարձակություն ունենայիր ու ասեիր։ Ես արդեն ասացի։ Կներեք, բայց չեմ հավատում։ Դուք չեք կարող այս անհեթեթությունը պատճառ համարեք ու փորձեք մեզ բաժանել։ Ստեղ շատ ավելի ծանր գաղտնիք կա, որի մասին դուք նորից լռում եք։ Վիկ, դերս բեր։ Արամ հաստատ մի բան այն չէր, ձայնը դուրս չեկավ։ Թե մի քիչ խմել էր։ Մի քիչ չէ, հարբած էր։ Դե լավ, հիմա տղա է, կարելի է մեկ-մեկ։ Դե բայց շվատանա, հաստատ լավ էր։ Հանգիստ եղի, տարել եմ տուն, պարկացրել եմ, հաջարել եմ փռել եմ վրան, գոհես։ Շատ շնորհակալ եմ։ Եթե դու չլիներ, չգիտեմ ինչ էի անելու։ Շնորհակալ եմ, որ պատահական հայտնվեցիր մեր կյանք։ Պատահական հանդիպումներ չեն լինում։ Եթե հանդիպել ենք, ուրեմն միասին ճանապարհ ունենք անցնելու։ Ինչ ես սառել կանգնել։ Մի բան խոսա։ Հոպարի տանն էի։ Այս վերջերս ինչ որ շատ ես հոպարի տուն գնում։ Վերջապես հոպարի տանը իմ շատ լինելը տվեց իմ հարցի պատասխանը։ Դրա բացատրությունն էլ երևի դուք կտաք։ Դե ինչ ես երկարացնում։ Խոսա մի բան։ Իրանք շատ հստակ ու բառացի ասում են, որ իմ ու Անգելինայի միջև արունակցական կապ կա։ Ինչ ես դուրս տալիս։ Չէ, պապ ջան, ճշմարտությունն է։ Հոպարավոնու մորքուրը անկեղծացան։ Այն ինչը որ դու չէիր կարող ասեիր, իրանք ասեցին։ Այսօրը գալու էր։ Ինչ։ Ինչ ասեցիր, պապի։ Մի րոպե տղես, ես չհասկացա։ Ինչ արունակցական կապի մասին է խոսքը։ Պապ, դե հիմա գոնե դու էլ քո մեջ ուժ հավաքի ու ասա ճշմարտությունը։ Չէ, չհամոզեցին, ստեղ հաստատ ուրիշ բան կա։ Տեսնես ինչ էր մտածում, ինչ էր ուզում ասել, հաստատ այդ հեռու բարեկամությունը չի։ Բայց ուրիշ ինչ հա, ինչ քույր ու եղբայր, մեզ խելագարության կհասցնեն։ Ինչի՞ չեք խոսում։ Բացատրություն կտաք որևէ մեկը։ Դու տղա ջան թողում ես որ խոսենք։ Շատ երկար ժամանակ ունեիք։ Կարայիք ասեիք։ Ինչի ես պետքա ուրիշից իմանամ։ Մի հատ ինձ ավելի մանրամասն կասես ինչ նկատի ունես արյունակցական կապ ասելով։
Դուք չգիտեք, ես պիտի ասեմ։ Հերի ջան, ասա էլի, ես արդեն ինձ վատ եմ զգում։ Ասեմ, մամ ջան։ Հոպարավոն ասեց, որ շատ հին ժամանակներում մեր թվարկությունից առաջ մենք բարեկամներ ենք եղել, 7 պորտ են կողմ կամ էլ խնամիներ։ Արդեն չգիտեմ ինչ մտածեմ, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Ամեն դեպքում, պապա ջան, այդ չհիմնավորված պատճառը մեզ այսքան տարուբեր է անում։ Ուզում եմ հասկանամ, ես նորմալ է, թե ձեռ եք առնում մեզ։ Այդ ես էլ ասում եմ, կարող է մի լուրջ բան գիտեն, մենք էլ չգիտենք։ Մեզ այսքան ներվի մեջ պայեցիր, որ ասես ինչ հիմարությունը ասել ավակը։ Հա ասենք մի հատ ինչ որ եզան գեղից ինչ որ բարեկամ եք։ Հետո Բա ես էլ եմ այդ ասում, էլի։ Բնականաբար չհավատացի այդ հիմարությանը։ Բայց քեզնից սպասում եմ մի բան, պապ։ Եթե ավելի լուրջ բան կա, ավելի լավ է հիմա էլ ասես։ Միքայել, ինչի մասին է խոսքը։ Այդ տղա ջան, այնքան հեռու կապա, որ անուններն ուզենամ հիշել, չեմ կարա հիշեմ։ Չեմ հասկանում։ Դե պիտի հասկանալու բան լինի, որ հասկանաս։ Եթե չես հասկանում, բա ոնց հասկանաս։ Հենա ասեց էլի, արյուն կապ, ես իմ ինչ։ Ուրիշ ինչ էիր ասում։ Լավ մտածի, պապ, այս քո վերջին շանսն է։ Բայց եթե իրոք լուրջ բան չկա ու այդ 7 պորտի հեքիաթն է, գնանք կպնանք մեր գործերին։ Իսկ կարող է իրոք ասելու բան կա։ Ինչ կար արդեն ասեց։ Ավակը ես իմ ինչ հիմարություն է դուրս տվել, ինքն էլ եկել ինչ-որ բան է պահանջում։ Հա, մի քանի անգամ էլ որ գնակաբազմ աղբյուր, հնարավոր է հարազատ քույր եւ եղբայր լինեն։ Լավ էլի, պապ, նույնիսկ կատակով տենց բան մի ասա։ Ես ազդագեր, իրավիճակա փոխում, պետք է զգուշ լինել։ Ամեն անգամ բերանս փակում ես։ Ինչի։ Նես տպավորություն է, որ դու չես ուզում, որ բացահայտվի ճշմարտությունը։ Ինչ ես ասում, ոնց կարող է ես չուզեմ։ Այդ դեպքում ինչի բերանս կողպեցիր։ Ինչի չթողեցիր, որ վերջ դնեմ այդ խեղկատակությանը։ Դու հասկանում ես, ամեն անգամ սարսափում եմ, երբ որ Անգելինան ու Հերին մենակ են մնում։ Վիկա, հիմար բաներ մի մտածիր։ Ավակ ինչի ես ինքնախաբեությամբ զբաղվում։ Դու չես վախենում, դու չես սարսափում։ Լրիր չլսի Անգելինան։ Թող լսեն, թող բոլորը լսեն։ Ամեն անգամ լռելով մենք թույլ ենք տալիս, որ այդ սերը ավելի ամրանա։ Դու հասկանում ես, ինչքան ուշ իմանա մեր երեխան ճշմարտությունը, այդքան ավելի ցավ ապրելու։ Էդ է ցավս, հասկանում ես։ Հերի չես պատկերացնի, ոնց եմ հոգնել ես ամեն ինչից։ Այս արգելքներից, չհիմնավորված պատճառներից։ Քեզ ինչ ա թվում, ես չեմ հոգնել։ Երեք գնացի տուն, տնեցիկին ասացի, որ ասեն, եթե լուրջ բան կա, բայց էլի լռում են ու հերքում։ Նույնն էլ մերոնք։ Ոչ մի լուրջ բան չեն ասում։ Ամեն ինչ անում են, որ մենք միասին չլինենք։ Նույնիսկ քույր ու եղբայր են հանում մեզ։
բայց ես իմ հստակ որոշումը արդեն կայացրել եմ։ Ինչ որոշում։ Ամուսնանում ենք։ Չէ, Հայրի։ Պետք չէ անորոշ վիճակում տենց լուրջ քայլի դիմել։ Մենք ամեն ինչ գաղտնի կկազմակերպենք։ Ու բոլորին կհրավիրենք մեր հարսանիքին։ Շնորհակալ եմ Վիկտորիա ջան, որ ընդունեցիր իմ հրավերը։ Մենք շուտով բարեկամներ ենք դառնալու ու ինձ թվում ասենց հանդիպումները մեզ ուղղակի անհրաժեշտ են։ Գիտես Էջանա ջան, բարեկամության հիմքում ինձ համար կարևորը ազնվությունն է։ Իսկ այս պատմության մեջ եթե բոլորը ազնիվ լինեն, ինձ թվում է բարեկամությունը չի կայանա։ Գիտես ամենայն հարգանքով քո ու քո ընտանիքի նկատմամբ ու Անգելինայիս էլ սիրելով որպես իմ հարազատ աղջկա, ես ուզում եմ դու անկեղծ լինես իմ հետ։ Ու ասես ինչ գաղտնիքի մասին է խոսքը։ Թե դուք ուղղակի չեք ուզում, որ երեխեքը միասին լինեն ու այդ գաղտնիքի մասին պատմությունը ընդհանրապես հորինել եք։ Աննա ջան, մենք շատ լուրջ մարդիկ ենք ու հավատացեք, եթե շատ լուրջ պատճառ չլիներ, մենք չէինք խոչընդոտի մեր աղջկա երջանկությանը։ Դե ուրեմն ասա ինձ։ Գուցե ես էլ եմ հասկանում, որ դուք ճիշտ եք ու երեխաները իրոք չեն կարող միասին լինել։ Ասեմ, այս պատմության գլխավոր հերոսը ձեր ամուսինն է։ Իմ ամուսինը։ Հա, ձեր ամուսինը։